Հայաստանի բոլոր մարզերում հարցումներ են արվել, թե ինչ կարծիք ունեք եկեղեցու վրա Փաշինյանի հարձակման մասին։ Չկա մի հոգի, որ ողջ ունի։ Այդ մարդիկ, որոնց աչքի առաջ 3 սրբազան կալանավորել եք, ինչ վերաբերմունք պետք է ունենան իշխանության մասին։ Արագածոտնի թեմի առաջնորդին 12 հոգևորականի բերման են ենթարկել, մի քանիսին նրանցից կալանավորել են։ Քննչականը տարածում է իբր հանցանքի մասին ապացույց, ու լուսանկարներ են, որոնցում կան սրբապատկեր, մեդալ, վառելիքի կտրոն, համակարգչի ստեղնաշար, մկրատ, տոպրակ, ավտոմեքենայի պուլտ։ Տպավորություններս այն է, որ սարքում են հոգևորականների գլխին, ինչպես արել են Միքայել Սրբազանի դեպքում, Բագրատ Սրբազանի դեպքում, իրար կպցրած ինչ-որ ձայնագրություններով։ Ասում են վերաբերմունք իշխանության նկատմամբ նեգատիվ է, փոխեք, չի լինում է ախր, անհնար է փոխելը։ Նիկոլն ասում է, ես լուրերից եմ իմացել հոգևորականների դեմ քրեական գործի մասին, լուրջ, Սամվել Կարապետյանին էլ ես լուրերից իմացել, են էլ ուղիղ եթերում էր հիստերիկ շարժումներով հրահանգները, 54 քննիչ խառնվել է սրբազանների գործին, հոգևորականների երեկվա, 50-ից ավելի քննիչ Սամվել Կարապետյանի գործին է խառնված, մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը խոսքի համար, քրեական գործ են հարուցել ու գործին կցվել է 50 քննիչ, Ժողովուրդ ջան, սա նշանակում է, որ քննչական համակարգը նեխած է, էլ ինչ պոզիտիվ էմոցիա ունենանք դրանց նկատմամբ։